Հարգելի հայրենակիցներ, իրավապահմանների ներկայացուցիչներ, հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, հիմա ես ցույց եմ տալիս Երևանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ, ապօրինի շինարարության վերաբերյալ, տեսեք այս ծառը ոնց են հատել, ծառը սա հանրային տարածքում գտնվող ծառ է, որովհետև այս տեսնում եք այս տարածքը ամբողջությամբ պատկանում է հանրությանը, սա հանրային ճանապարհ է, այսինքն որտեղ քաղաքացիները կարող են անցնել կամ գնալ գալ։ Հիմա տեսեք ոնց են փակում այս ճանապարհները զարթում եւ նորից վթարային իրավիճակի հիմքեր ստեղծում եւ դեռ ավելին այս ապօրինի շինարարությունը, որը իրականացվել է Երևանի քաղաքապետի թույլտվությամբ, այս ապօրինի շինարարության հեղինակները իրազեկված են եղել, որ չունեն այլընտրանքային ճանապարհ, հատկապես այն մեքենաների համար, որոնք նախատեսված են հրդեհի եւ այլ խնդիրների լուծման համար, տեսեք ինչպես են հեռվում, որ նայեք ամբողջությամբ, տեսեք այս պատերը որ նայեք եւ կտեսնեք, որ ինչպես են պատի եզրով ամբողջությամբ փորել, իսկ պատից ընդամենը 2-3 մետր այն կողմ գտնվում է ֆուտբոլի դաշտը, այսինքն այս ամբողջ ինչ որ փորել են պետք է կառուցապատում տեղի ունենա այստեղ, իսկ կառուցապատման հետևանքով այլևս ճանապարհները բացարձակ գոյություն չեն ունենալու, որպեսզի կարողանան մոտենան այդ իրենց կառուցված շենքին։ Հետևաբար կողքի շենքերի նույնպես մուտքերը ելքերը փակելու են եւ նույն կողքի շենքերի բնակիչները տուժելու են։ Տեսեք, այս ծառը կտրել են, հիմա իրենք պետք է ասեն, որ այս ծառը իրենցն է, բայց այս ծառը իրենցը չի, բացի նրանց, որ այս ծառն են կտրել, տեսեք, քանի ծառ են մորթել, մինչդեռ այստեղ ամբողջությամբ այգի էր։